Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կառավարությունը մի կողմից խրախուսում է անկանխիկ գործարքները, որոնք ձեր տրամաբանությամբ, այսինքն կառավարության հենց ստերին են պայքարելու գլխավոր միջոցներից մեկն են, բայց մյուս կողմից կարելի ասել արգելակներ սահմանում դրանց համար, ըստ այն դուք եք նկատել, որ շատ մանր առևտրի կետերում վաճառողները խուսափում են անկանխիկ գործարքներ անելուց, քարտով ստանալուց, պատճառաբանելով, որ իրենք միջնորդավճար են վճարում դրա համար եւ իրենց ավելի թանկ են նստում, ասենք 1000 դրամանոց ապրանք եւ նախընտրում են կանխիկ վճարել։ Հիմա բացատրեք տրամաբանությունը որն է այստեղ խրախուսանքը, եթե այնպիսի պայմաններ են ստեղծված, որ անկանխիկ գործարքները ի վնաս տնտեսվարող են լինում եւ շատ դեպքերում իրենք խուսափում են, հատկապես գյուղական համայնքների մարզերում փոքր առևտրի կետերը։ Եվ դուք նշեցիք, որ 20 քանի տոկոսով քաղաքական նվազել են օպերատիվ տեղեկատվական ծառայությունները, այդ վիդեոթարումները, սա ինչով է պայմանավորված, արդյոք նաև այն դժգոհությունն ու աղմուկն էր, որ ինչպես ես նաև ընդհանրել, որ պետք է կարծես շանտաժ է անում մեծ գումարներով, այսինքն քրեական գործերով մեծ գումարներ տուգանքներ սահմանելով տնտեսվարողների համար, որ չվճարել քրեական գործով կհայտնվեք կալանավայրում, արդյոք սա էր այդ նաև այդ աղմուկն էր դժգոհություն տնտեսվարողների կողմից, որ դուք մի փոքր հետքայլ եք արել։ Շնորհակալություն հարցերի համար, նախ առաջինը անկեղծ ասած վիճակագրությունը այլ բան է հուշում։ Այսինքն եթե նայում ենք, ես նույնիսկ դրա մասին հնչեցեցի որպես ստվերային տնտեսության բացահայտման որպես ցուցանիշ, եւս մեկ անգամ նշեմ, եթե նայում ենք անկանխիկ գործարքները, ապա կտրոնների քանակը աճել է 55%-ով, իսկ հասույթները 31%-ով։ Ընդ որում նշեմ, որ եթե բոլոր գործարքներն ենք վերցնում մեր, ապա այդտեղ տեսնում ենք, որ մեծամասամբ անկանխիկ են։ Այսինքն աճը, ոչ թե կատարվող գործարքների մեծամասնությունը, այլ աճը, երբ որ նայում ենք, հիմնականում անկանխիկ գործարքների աճն է։ Այսինքն միգուցե ձեր ասածը իրականության մեջ տարբեր դրվագներով տեղի ունի, բայց ընդհանուր միտումը դեպի անկանխիկի է։ Հետևաբար խոչընդոտներ որպես այդպեսին մենք անկեղծ ասած չենք տեսնում։ Տեսնում ենք առանձին դրվագներով, որը արդեն մեր վերահսկողության ներքո է, այսինքն մենք մեր ՀԴՄ ստուգումների, ընթացիկ հսկողության ստուգումների միջոցով փորձում ենք թիրախային բացահայտել։ Ինչ վերաբերում է մյուս մասին, ասիկ հետքայլ, ես չեմ կիսում այդ մոտեցումը, ինչու որովհետև հենց եթե նայենք այս տարվա սկզբից է դա այդպես, այսինքն մենք ի սկզբանե հենց ավելի քիչ օպերատիվ հետախուզության միջոցառումների միջոցով կարողացել ենք ավելի մեծ ստվեր բացահայտել եւ ես բացատրեցի թե ինչու։ Մեկը թվային գործիքների կիրառությունն է, ասենք օրինակ ասեմ, եթե նախկինում շատ են հնչում այդպիսի օրինակներ, որ համակարգիչներ օրինակ վերցնել, տեղափոխել օրինակ պետական եկամուտների կոմիտե, այդտեղից վերցնել տվյալներ, իհարկե առանձին դրվագներում դա անխուսափելի է, բայց հիմա բազմաթիվ են, որ մենք հենց տեղում կարողանալով հարկ վճարողի հետ բանակցել, բացի այդ կիրառել նաև մեր թվային գործիքները, կարողանում ենք հենց տեղում այդ տվյալները վերցնել եւ իր բնականոն կյանքը չխաթարել։ Մյուս բանը, որ կուզեի նշել քրեական գործերի հետ կապված, նշեմ, որ այստեղ էլ դրական դինամիկա կա, եթե օրինակ վերցնենք նախ քրեական գործերի գինը հասկանանք, էլի դերը հասկանանք, որտեղ ամեն տարի մի տոկոսը չի գերազանցում, իսկ եթե հարկ վճարողների մեջ տեսնենք, թե քանի տոկոսին է հասնում այս հաղորդումները, որոնք ներկայացվում են քննչական կոմիտե, պատմականորեն տենց 0.8%-ի շրջանակներում է եղել, այս տարի 0.4-ից 0.5 է, այսինքն այդտեղ էլ նվազում ունենք, այսինքն ավելի քիչ հաղորդումներ են ներկայացնում, դա ինչի հետևանք է, որովհետև մենք մեծ թափ ենք հաղորդել, նախ ներսում ենք շատ ֆիլտրում մեր կատարած աշխատանքները, բացի այդ բանակցություններին ենք շատ տեղ տալիս ու լսելու իրավունքը հարկ վճարողի մենք իրացնում ենք իրականության մեջ ավելի շատ, քան նախկինում։ Դա փափկության մասին չի խոսում, դա խոսում է թիրախայնության բարձրացման եւ գործընկերային տրամաբանության ավելացման մասին։